Թոփ 10 նյութերի ամփոփումը Եվրամեդիա 24-ի եթերում։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրատապ նիստ է հրավիրել, քննարկելու Մերձավոր Արևելքում սրվող իրավիճակի ազդեցությունը Հայաստանի անվտանգության վրա։ Նիստին մասնակցել են նախագահ Վահագն Խաչատուրյանը, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ինչպես նաև ուժային կառույցների ղեկավարները։ Քննարկվել են Իրանի շուրջ պատերազմի հնարավոր ազդեցությունները Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա։ Վարչապետը նշել է, անհրաժեշտ է մշտապես գնահատել տարածաշրջանային ռիսկերը եւ պատրաստ լինել տարբեր սցենարների։ Նիստի ընթացքում անդրադարձ է եղել նաև տնտեսական եւ էներգետիկ անվտանգությանը։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանի տարածքում կրակոցներ կամ պայթյուններ չեն արձանագրվել։ Հայտարարությունը վերաբերում է այն լուրերին, թե Կապանի բնակիչները կրակոցների ձայներ են լսում Նախիջևանի կողմից։ Պաշտպանության նախարարությունից նշել են, որ նման տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Ըստ նախարարության որոշ շրջանակներ մանիպուլյատիվ վերնագրերով նյութեր են տարածում։ Դատարանը որոշել է մեղմել Արցախի խորհրդարանի падգամավոր Դավիթ Գալստյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցները։ Այսուհետև նա կարող է երեկոյան 22:00-ից մինչև առավոտյան 8:00 ազատ գտնվել դրսում գիշերային աշխատանք կատարելու համար։ Նրան ամրացված էլեկտրոնային վերահսկման սարքը նույնպես կհանվի։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II հանդիպել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրական arczepiskopos Անտե Յոզիչի հետ։ Քննարկվել են հայաստանյաց առաքելական եւ Հռոմի կաթոլիկ եկեղեցիների միջև եղբայրական հարաբերությունները եւ համագործակցության խորացման հնարավորությունները։ Զրուցակիցները անդրադարձել են նաեւ տարածաշրջանում ստեղծված բարդ ու լարված իրավիճակին։ Քննարկվել է Հայաստանում եկեղեցի պետություն հարաբերությունների ներկա վիճակը։ Հանդիպման ավարտին վեհափառ հայրապետը բարեմաղթանքներ է փոխանցել Հռոմի պապ Լևոն 14-րդին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի կառավարությունը վաղուց էր պատրաստվում Իրանի շուրջ հնարավոր ռազմական ճգնաժամին։ Նրա խոսքով դեռ 1.5 տարի առաջ ստեղծվել էր միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը մշակում էր տարբեր սցենարներ։ Այդ խումբը վերլուծել է տարածաշրջանային զարգացումները եւ դրանց հնարավոր ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա։ Փաշինյանը նշել է, որ իշխանությունները պատրաստ են արագ արձագանքել ցանկացած փոփոխության։ Նա նաեւ ընդգծել է, որ Հայաստանի համար կարևոր է պահպանել տնտեսական կայունությունը եւ ապահովել մատակարարումների անխափանությունը։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Քննարկման հիմնական թեման եղել է տարածաշրջանում անվտանգության իրավիճակը։ Զրույցի ընթացքում կողմերը անդրադարձել են Իրանի շուրջ պատերազմի հետևանքներին։ Միրզոյանը նշել է, որ Հարավային Կովկասում լարվածության աճը պետք է կանխել դիվանագիտական ճանապարհով։ Նա նաև ընդգծել է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակելու կարևորությունը։ Հայաստանի կառավարությունը եւ Ռուսաստանի ներկայացուցիչները շարունակում են քննարկումները հայկական երկաթուղիների կառավարման հարցի շուրջ։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով քննարկումները տեխնիկական բնույթ ունեն եւ ուղղված են համագործակցության նոր ձևաչափերի գնահատմանը։ Փաշինյանը նշել է, որ երկաթուղային ենթակառուցվածքը Հայաստանի տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունի։ Նա նաև ընդգծել է, որ կառավարությունը ցանկանում է ապահովել առավել արդյունավետ կառավարման մոդել։ Բանակցությունները շարունակվելու են առաջիկա ամիսներին։ Հայաստանի պաշտպանության նախարարությունում տեղի ունեցել հանդիպում Ֆրանսիայի դեսպանի հետ։ Հանդիպան ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցերը։ Կողմերը անդրադարձել են նաև Իրանի շուրջ ռազմական լարվածությանը։ Ֆրանսիական կողմը վերահաստատել է Հայաստանի անվտանգության ոլորտում համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը։ Քննարկվել են նաև պաշտպանական բարեփոխումների ծրագրերը։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ Գորիսում պոլիկլինիկա կառուցելու նախնական ծրագիրը փոխվել է։ Փոխարենը նախատեսվում է կառուցել ավելի մեծ եւ ժամանակակից բժշկական կենտրոն։ Նախարարի խոսքով նոր շենքի կառուցման պատճառը հին շենքի վատ վիճակը չէ։ Գլխավոր պատճառը բուժծառայությունների ընդլայնման արդյունքում առաջացած մեծ պահանջարկն է։ Կառավարության նպատակն է Գորիսում հասանելի դարձնել ավելի լայն բժշկական ծառայություններ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի շուկայում ապրանքների պակաս չի սպասվում, չնայած Իրանի շուրջ ստեղծված լարվածությանը։ Նրա խոսքով կառավարությունը մշտապես վերահսկում է մատակարարման շղթաները։ Պետական կառույցները աշխատում են այլընտրանքային լոգիստիկ ուղիների վրա։ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը ունի բավարար տնտեսական ճկունություն նման ճգնաժամերին դիմակայելու համար։ Նա նաև ընդգծել է, որ անհրաժեշտության դեպքում կկիրառվեն լրացուցիչ տնտեսական միջոցառումներ։